հունիսի 11-ն արդեն 1.5 ժամ է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատից ժամանած երկու մարտական հաշվարկ փրկարարներ Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները քաղաքացիները համայնքային ոստիկանները ճամբարակի բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները որոնողական աշխատանքներ իրականացնում Ճամբարակ քաղաքի ահա այս շենքում որտեղ ժամեր առաջ տեղի ունեցել պայթյուն փլուզում ըստ նախնական տեղեկությունների կա 10 վիրավոր 1 հոգի տեղում էր մահացել 1 հոգու որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն ու քաղաքացիները հայտնաբերեցին փլատակների տակ այս պայն տեղում նաև աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Գորգոն Չանդոյանի գլխավորությամբ թե ինչն է եղել պայթյուն փլուզման պատճառը դա պարզ կլինի դեպքի փաստով արդեն Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ օպերատիվ են գործել այդ մասին նշում են քաղաքացիները Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ իմ տեղեկություններով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ Ժորդ մատեղ տվեք տրակտորը գա։ Տվեք է կոք գնացեք, էլի։ Արի։ Չորս հարկանի է շենքը։ Արի։ Մի վարկյան ես կնգա, մի վարկյանով ես ենարի։ Արմատուն ես լուր։ Աղաս գործը գալիս է։ Եք ուզգոշ կոչ է։